Թող Աստված օգնի նրան, ում համար հիմա շատ դժվար է, ովքեր հիվանդ են, ում սիրտը լցված է տխրությամբ, թող Աստծո լույսը ուղեկից լինի ամեն քայլում և պաշտպանի բոլոր դժվարություններից ձեզ, ամեն, սիրելիներս, ամեն առավոտ աղոթեք, ձեր հոգսերը հանձնեք Աստծուն, իմ լավ բարեկամներ: Սիրով ողջունում եմ ձեզ բոլորիդ, իմ շատ սիրելի հետևորդներ ջան, սիրելիներս, բարի լույսով, սիրով, հավատով, լավ լուրերով օր եմ մաղթում բոլորիդ: Այսօր սկսում եմ հոլովակս այսպիսի գեղեցիկ տեսարանով: Ձեզ ջերմություն եմ բերել, ձեզ լույս եմ բերել, ձեզ բարություն եմ բերել, ձեզ կարմիր այսպիսի գեղեցիկ արհեստական չնայած ծաղիկները, բայց բերել եմ ի սրտե ձեզ համար, իմ լավ բարեկամներ: Այսօր մենք հազիվ մեր պատվերը եկավ հասավ մեզ Օզոնից, պատվիրել էր հարս և որդիս 3 հատ ջահ և 1 հատ գորգ: Հիմա հերթով կբացենք և կտեսնենք գորգը, ջահերը, ամեն ինչ մանրամասը կտեսնեք, ես սիրով ցույց եմ տալիս ձեզ: Գիտեմ, որ դուք էլ շատ ուրախանում եք, դուք էլ շատ գնահատում եք մեր աշխատանքը, մեր առածը, սիրելիներս, դրա համար անկեղծ մաքուր հոգով, սրտով ցույց եմ տալի բոլորիդ, իմ լավ բարի հետևորդներ ջան: Որդիս արդեն բացում է: Երկու մասի է ծալված, դրա համար, ասեմ, որ շատ մեծ չէ գորգը, 3-ը 2-ի վրա է, որտեղ որ մենք պետք է, այսպես բացում է, որտեղ որ պետք է ծածկենք, դա մեզ բավարար է, այդ փոքր սեղանի համար է, տակի համար է, օվալաձև, շատ գեղեցիկ, ասեք, որ գեղեցիկ է, մի քիչ այսպես փռած պետք է մնա ու ուղղվի նոր, գույները շատ համահունչ են մեր կահույքին, մեր ռեմոնտին, սիրելիներս, սա գորգը: Ձեր կարծիքը անպայման կգրեք, սիրով կկարդամ և ինձ հետաքրքիր է ձեր կարծիքն էլ, չէ՞ որ մեկ ընտանիք եք, արդեն տեսնում եք բավականին ուղղվեց: Այդ զոնայի համար շատ լավ է, որ հաց ուտենք, նստենք, այդտեղ էլ սրճենք, վայելենք: Այսօր ասեմ, հյուրեր էլ ունենք երեկոյան ժամը 6-ին, պատրաստվում ենք անգամ հյուրեր ընդունելու, այստեղ դեսերտի սեղանն է արդեն պատրաստ, տեսնում եք, գեղեցիկ, համեղ, համեցեք միասին սրճենք, իմ սիրելիներս, իսկ այստեղ արդեն ջահն է պատրաստվում հանել արկղից: Ասեմ, որ հավաքելու են հարսս որդիս և ամուսինս: Սիրելի հետևորդներ ջան, ես ասել եմ երևի, որ ինչ որ գործողություն կատարվում է մեր տան մեջ, մեխանիկա, մեբել, թե լինի ռեմոնտ, սիրելիներս, ամուսինս և որդիս են հավաքում, ամուսինս, տեսնում եք, հավաքում են, բոլորը միաբան, բոլորը իրար հետ նստած, ամեն մեկը իր գործողությունն է կատարում, դա է ընտանիքի սերը, դա է ընտանիքի օրհնությունը, միաբանությունը, խաղաղությունը, խաղաղ օրեր եմ մաղթում բոլորիդ, սիրելիներս, այստեղ հարս է, որդիս է, արդեն հավաքում են կամաց, ամեն մեկը մի դետալ է հավաքում: Եթե սեր չլինի, միաբանություն չի լինի, խաղաղություն պետք է լինի, սեր, ամեն ինչ արդեն իր հունով կգնա, սիրելիներս, սիրենք մեկս մեկին, հարգենք և ապրենք խաղաղ, հանգիստ, ամենակարևորը հանգիստ ապրելն է այս կյանքում, տեղից շատ լարված կյանքով ենք ապրում,
ընտանիքում գոնե Աստծո խաղաղությունը լինի, աղոթենք մեր երեխաների համար, թոռների, հարսների, բոլորի համար աղոթենք, խաղաղություն պահանջենք, Աստծուց խնդրենք, ոչ թե պահանջենք, այլ խնդրենք խաղաղություն և առողջություն։ Հավաքեցին արդեն, մաս-մաս ցույց եմ տալիս։ Այդ թե ինչ է նշանակում համերաշխությունը։ Եթե գան հավաքեն, բավականին գումար կուզեն, ասեք, որ ճիշտ եք, ինստրուկցիան կա, իրենք բացեցին, հասկանում են, կարդացին և սկսում են հավաքել այս գեղեցիկ ջահը, դեռ չի երևում գեղեցկությունը, կկախենք նոր կերևա, սիրելի հարազատ դարձած իմ ընտանիք յութուբյան ալիքում։ Շնորհակալ եմ ձեր բարի մաղթանքների համար, ձեր ջերմ խոսքերի համար, դուք էլ եղեք առողջ և երջանիկ։ Սա էլ ամուսինս էր բերեց, ձողին հագցրեց, իր գործը ավարտեց այս պրոցեսում, իսկ հիմա այս թևիկներն են հավաքում հարսս, որդիս, արդեն ես էլ նստած կանաչիներն եմ մաքրում եմ համեմ, սամիտ և մեր հողամասից քաղված մաղադանոսը մաքրեմ, կվերջացնեմ, այստեղ էլ դետալներն են գեղեցիկ շարել, հիմա մաքրեցի, վերջացրեցի, հավը լվացել եմ, կտրատել, ջրքանվել, պետք է 2 պակետ անեմ, դնեմ սառցախցիկը, այստեղ էլ կանաչին է պատրաստ, այնտեղ դրել եմ աղացած բլենդերով սոխ քյաբաբի համար և մանրացրած սոխը կանաչիով, այստեղ էլ թոռնիկս, տղա թոռս օգնում է մայրիկին, հավաքում են ջահի դետալները, շարում են սեղանին, հետո որ ամրացնեն առաստաղին ջահը, դետալները արդեն ջահից կկախեն, օգնում է, սիրելի հետևորդներ ջան, ովքեր որ չեն բաժանորդագրվել, բաժանորդագրվեք, սեղմեք զանգակոճակը, որպեսզի տարածվի և դրեք լայք, որպեսզի ալիքս էլ ավելի բարձրանա, ես ձեր շնորհիվ է ալիքս առաջ գնում, այստեղ որդիս արդեն լույսերն է դնում ջահի մեջ, Մարինկաս օգնում է, չքնաղ գեղեցկուհիս, միշտ անպակաս է հայրիկից, եթե հայրիկը գործ է անում, Մարինեշ չքնաղս պետք է անպայման կանգնած լինի, օգնի, մեզ կոֆե է դնում, ջուր է բերում, այսպես, ասեմ, որ չգիտեմ ոնց բացատրեմ այս սիրուն ջահի լույսերը, այդպես անվանեմ, մոմի նման են, այստեղ էլ հարսս արդեն դետալներն է կախում, վերջում ցույց կտամ, թե ինչպիսի գեղեցիկ ջահ է, այստեղ արդեն մեր այսօրվա զակազն էլ տեղ հասավ, սակուրա, եթե չեմ սխալվում, ծաղիկ է, արհեստական, իսկ փայտը բնական է, դրսից կտրել բերել են, որդուս և հարսս և հիմա արդեն ծառը պետք է դարձնեն գեղեցիկ, զարդարեն ծաղիկներով, տեսնում եք, օգտագործում են տելեպիստոլետ, որտեղ բարակ մաս է դանակով են անցկանում, որտեղ էլ որ հաստ է արդեն համապատասխան գործիքով, վերջում տեսնեք, թե ինչքան գեղեցիկ է, չնայած ես սկզբից ձեզ ցույց տվեցի, այո, այդ ծառն է, սակուրայի ծառ է, Ճապոնիայում այս ծառը մանր վիշնյաներ են տալիս, բայց բերքը չեն ուտում, ուղղակի սիրունության համար են աճեցնում, 80 տեսակից ավել կա այս սակուրայի ծառերից, սպիտակը, իրենց մոտ արև է նշանակում այս ծառը, տեսնում եք, անցքը արեց, կլեյեց և մտցնում է, ամրացնում է ավելի ճիշտ, արդեն կամաց գեղեցկացնում է, հաստ մասերն էլ ծակում է համապատասխան գործիքով, սիրելիներս, սակուրան նշանակում է հին է նշանակում, այս ծառը նման է, տեսնում եք, ինչ գեղեցկություն, կամաց արդեն ծառերի
և գեղեցիկ ծաղկած ծառի է նմանվում, մեզ ծիրանենու և դեղցենու ծառի նման է, սիրելի հետևորդներ ջան: Բազմաշնորհ, հարց ունեմ, բազմաշնորհ տաղանդավոր տղա ունեմ, սիրելիներս, ամեն ինչ անում են, ամեն ինչ իրենք են անում: Աստված օրհնելով օրհնի իրենց ծնունդը և իրենց օրը: Այստեղ տղաս նստած այս մասերը կտրում, տալիս է հարսիս, նա էլ ամրացնում է: Տեսնում եք ինչքան գեղեցիկ է, սա բացված ծիրանենու ծաղիկի նման է, իսկ փակ վիճակում ծաղիկները նման են դեղցենու ծաղիկներին: Շատ գեղեցիկ ստացվեց, սիրելիներս, ամեն ինչում գոհանանք Աստծուց, փառք տանք ամեն բանի համար: Եվ գեղեցիկ զարդարում է մեր շքամուտքը: Հարազատներ ջան, մոտիկ բերեմ ցույց տամ գեղեցկությունը ծառի, ծաղիկների, ճյուղերի, ամեն ինչը շատ գեղեցիկ է: Ահա ջահերը կախված են, լույսերն էլ վառվում են: Անձամբ ինձ շատ դուր է գալ այս համեստ ջահերը, շատ դետալներ չկան, ծանրաբեռնվածություն չկա և շատ սազում է, ոնց որ ասած, մեր հյուրասենյակին, համեստի մեջ է: Այստեղ էլ ցույց եմ տալիս, տեսնում եք գեղեցիկ վառվում է, համեստ և շատ գեղեցիկ: Մեկնաբանություններում գրեք ձեր կարծիքը, սիրով կպատասխանեմ: Այստեղ էլ ցույց եմ տալիս ամուսնուս նկարած նկարը, որը 40 տարի առաջ նվիրել է ինձ: Շատ գեղեցիկ նկար է, ես շատ հավանում եմ այս նկարը: Այս մի պատին էլ փակցրել ենք, այսպիսի մի գեղեցիկ հիասքանչ բնորդուհի ենք փակցրել: Այստեղ էլ խոհանոցի ջահն է, մի փոքրոց և մի քիչ տարբերվող, շատ չնչին: Այստեղ հին նկարներ են նկարված 77-78 թվականներին: Սիրում եմ ձեզ և յութուբյան էջս, օրհնվեք դուք իմ լավ հետևորդներ ջան: Այսքանով ավարտում եմ այս գեղեցիկ հոլովակը, մաղթելով ձեզ եղեք առողջ և օրհնված: Ցտեսություն, մինչ նոր հոլովակ: Այս նկարի տակ գրված է Թարվերդյան Գարուշ, Թ. Գարուշ, 1978